ցուրտ է, ոչ ցուրտ չի։ Սառնամանի կա մինուս 18 աստիճանը ոնց կարաս տաքացնես այդքան, պետք է միլիոնատեր լինես, որ գիշեր ցերեկ վառես։ Փայտը շատ թանկ է։ 5 շոր 5 կոշիկ ինչ գտնում ենք, վառում ենք։ Ой, это кошмар. Չու, Փեջերը չի տաքանում։ աշխատում եմ քիչ միացնեմ, որ քիչ վճարեմ։ Ցուրտն ավելի ցուրտ է թվում, երբ տունը լիարժեք տաքացնելու հնարավորություն չկա։ Չէ, չի տաքանում, բայց ստիպված ինչ անենք, հո չենք կլնի տանից փախնենք։ Տնից փախչողն էլ հայտնվում է սառած մայթերի վրա։ Թողում է անընդհատ, իրան վատ ազգում չի քայլում, շատ baby face F1 մինիմալ տիպու։ Երկարաշունչ անունով այս շունիկն այն հաջողակներից է, որ տաքանալու շանս ունի առանց գազ հոսանք վառելու, տիրուհու ծոցում։ Շորից արանքս ես փակում եմ կուրտկես, իրան տակտեմ դնում, քայլում եմ իր հետ։ Հույս չկա, թե առաջկա օրերին արևը բնական ճանապարհով կմաքրի մայթերը, կտաքացնի տները։ Ջերմաստիճանն այս գիշեր նորից կնվազի։ Առաջիկա գիշերվա ընթացքում օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել եւս 3-ից 4 աստիճանով եւ մինչեւ հունվարի 7-ը կմնա անփոփոխ։ Տաքոթային հոսանքի սպասեք հունվարի 8-ից, ասում է հիդրոթերապևտաբանության ու մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։ Իսկ հիմա ու վերջին օրերին բոլորովին էլ աննախադեպ ցուրտ չէր, շեշտում է մասնագետը, վերլուծելով եղանակային տվյալները, ոչ թե մարդկանց զգացողությունները։ Վերջին անգամ շատ ցուրտ ձմեռ ունեցել ենք 17 թվականին, որից հետո պրակտիկորեն մենք ցուրտ ձմեռներ չենք ունեցել եւ խնդրում եմ սա չորակեք ցուրտ ձմեռ, եթե ողջ ձմռան ընթացքում 3-4 օր որոշակի ցածր ջերմաստիճաններ է լինում, դա չի նշանակում, որ դա ցուրտ ձմեռ է։ Անցած գիշեր Աշոցքում -37 է գրանցվել, աննախադեպ չէ, ոչ, ասում է Սուրենյանը, Աշոցքը -41 է տեսել, Երևանում մինչև -19-ը նույնպես արտառոց չէ, քաղաքում պատմական նվազագույնը -31 է եղել։ Իդեպ այս օրերին Երևանի բարձրադիր գոտիներում մասիվ քանաքեռ Ավանում ավելի տաք է, քան ներքևում, Շենգավիթում օրինակ։ Պատճառն ըստ մասնագետի այն է, որ Արարատյան դաշտում սառը օդի լճացում կա։ Սուրենյանը վստահ է, տոնական ցիկլոնն ու նրան հաջորդած բացասական ջերմաստիճանները որևէ վնաս չեն հասցնի գյուղատնտեսությանը։ Ոչ մի նշանակություն էլ չեն ունենա, որովհետև հանրապետության ողջ տարածքում առկա ձնածածկույթ եւ գյուղատնտեսության վրա ոչ մի ձևով դրանք չեն կարող ազդել բացասական առումով, ճիշտ հակառակը ձնածածկույթը դրականորեն ազդում գյուղատնտեսության վրա, որովհետև աշնանացանը գտնվում է հաստ ձնածածկույթի տակ։ Ձյանշերտն Արագածոտնի բարձր լեռնային շրջաններում 1.5 է հասել։ Տեղումները դադարել են, բայց հանրապետության ճանապարհները մնում են վտանգավոր, մերկասառույց է։ Օրվա առաջին կեսին ճանապարհային դեպարտամենտը հաղորդել էր, որ կան փակ ճանապարհներ՝ Բերդ-Ճամբարակ, Կանձակար-Իձակար եւ Լանջար-Լուսաշող հատվածները։ Սարավան Զանգերը դժվար անցանելի էր։ Երեկոյի դրությամբ, սակայն, իրավիճակը բարելավվել է։ Միջպետական ու հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են, որոշ հատվածներ փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Տարածքային կառավարման նախարարն այսօր սոցցանցի իր էջում շնորհակալություն էր հայտնել ճանապարհներ մաքրողներին, 24 ժամ ու երբեմն մինչև -30-ի պայմաններում են աշխատել։ Խոշոր ավտովթարներից, սակայն, խուսափել չի ստացվել։ Միայն այսօր 2 վթար է եղել Վայոց ձորի ու Արագածոտնի մարզերում։ Այս վթարների հետևանքով 12 հոգի մարմնական վնասվածքներով հիվանդանոցներ են տեղափոխվել։ Շամշյան.com-ը հայտնում է, որ 2 դեպքում էլ մերկասառույցն է վթարի պատճառներից մեկը եղել։ Ճանապարհն սպասարկող ընկերությունները ձյան շերտը հեռացնելուց հետո աղ ու ավազով այն չեն մշակել։